Արմենիա բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքում անսովոր անցուդարձ է, առողջապահության նախարարն է եկել։ Վիրաբուժական նորոգված բաժանմունքի առաջին հյուրն է։ Վերաբացումից հետո բաժանմունքը նաև անվանափոխվել է Հանրապետական հիվանդանոցի նշտարի վարպետ Վիկտոր Ափոյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ հենց նրա անունով էլ կկոչվի առաջին վիրաբուժականը։ Նրա բուժական եւ գիտական աշխատանքը միշտ եղել է առաջին տեղերում մեր վիրաբուժության մեջ։ Նա մեր վիրաբուժության նորարարներից մեկն է եղել։ 70-ականներին Երևանի 80-ական թվականներին էլ հանրապետության գլխավոր վիրաբույժ պրոֆեսոր Ափոյանը հայ բժշկագիտության հիմնասյուներից էր, նրա ձեռքի տակ շատ սերունդներ են մեծացել։ Ցուցադրված կենսագրական ֆիլմը կոլեգաներին հիշեցրեց վիրաբուժական բաժանմունքի հրաշագործի մասին։ Ինձ համար անշուշտ շատ հուզումնալից է խոսել պրոֆեսոր Ափոյանի մասին անցյալում, խոսել մի կլինիկայում, որտեղ ես ոտքի եմ կանգնել որպես վիրաբույժ, որտեղ ղեկավարել եմ, որտեղ որ գիշեր եւ ցերեկ աշխատել եմ պրոֆեսորի կողքին։ Պրոֆեսոր Ափոյանը վիրաբուժական հիվանդություններ դասագրքի հեղինակն է, նրա գրչին են պատկանում ավելի քան 200 գիտական աշխատանք։ Վիկտոր Ափոյանը առաջինն է Հայաստանի վիրաբուժությունում ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինոկոկոզի բուժման, էնդոկրին վիրաբուժության բազմաթիվ մեթոդներ։ Անի Հակոբյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։